պատկերացնում եք նույնը Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին համարում է Հայաստանի ամենահարուստ մարդը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մեղադրում էր 2 միլիարդ ԱՄՆ դոլարի յուրացման կամ վատնման մեջ, նշում է, որ 7 միլիարդ ԱՄՆ դոլարի պետական պարտքի առնվազն 2 միլիարդը մսխվել է, բաժանվել է, փոշիացվել է, տարբեր այլ կոռուպցիոն սխեմաների մասին է խոսքում։ Վերջերս հայտնի հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հենց ԿՊ-ական падգամավորը խոստովանել էր, որ երբ Ռոբերտ Քոչարյանը դժգոհել էր ներկայ իշխանությունների ճանապարհաշինարարությունից, ասֆալտ փռելու գործընթացից, նշված падգամավորը խոստովանել էր, որ Հայաստանում այսօր իրականացվող ասֆալտափռման աշխատանքների 65%-ը իրականացվում է Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված անձի կողմից ղեկավարվող շինարարական ընկերության կողմից։ Բայց մենք էլ այս 3-4 տարի հետ ենք ասում, որ քաղաքական կոռուպցիան էլ ինչպես է լինում, պայմանավորվածությունը Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի էլ ինչպես է լինում, այսինքն մարդկանց թվում է, երբ որ մենք ասում ենք այս իշխանությունը նախկին իշխանությունների հետ պայմանավորվել են կամ պայմանավորվում են, մարդկանց թվում է, որ Նիկոլն ու Քոչարյանը կամ Նիկոլն ու Սերժը ինչ որ կաֆեում հանդիպում, ինչ որ գաղտագողի բան են պայմանավորվում, այդպես չի։